Ամփոփում եմ իմ 2025 թվականը։ Առաջինն ու ամենակարևորը ավարտեցի համալսարանս եւ երկրորդ մասնագիտությամբ արդեն նաեւ լրագրող եմ։ Գնացի իմ մանկության ամենասիրելի երգչուհու համերգին։ Հիշում եմ 2015 թվականին, երբ կրկին իր մենահամերգն էր, ես շատ էի նեղվել ու նույնիսկ լացում էի, որ չեմ գնալու համերգին, ու դուք ճիշտ գուշակեցիք, նա Լիլիթ Հովհաննիսյանն է, իմ մանկության ամենասիրելի երգչուհին։ Բացի դա, ես նաեւ այլ արտիստների համերգներին եմ եղել, որովհետեւ ես համերգներ շատ եմ սիրում։ Տարին փակում եմ այլևս չդասավանդելով SFS-ում, բայց ես ունեմ զուգահեռ մի շատ լավ նորություն եւ ձեզ դրա մասին հայտնելու եմ ամանորից հետո։ Կյանքում առաջին անգամ դիմեցի հոգեբանի։ Իրականում իմ Instagram-յան էջում ես միայն դրական պահերով եմ կիսվում, բայց պետք է ասեմ, որ ես ինքս ունեցել եմ նաեւ ծանր ամիսներ, որոնք մեծամասամբ հաղթահարել եմ։ Ստացա առաջարկություն, պատկերացում չունենալով անգամ, որ այն լինելու է այս տարի։ Վերջապես գնում եմ Պարի դասերի։ Ստացա շատ եւ տարբեր համագործակցության առաջարկներ եւ այն պրոյեկտները, որոնց վրա դեռ նախորդ տարի էի աշխատում, այս տարի եւս կան եւ իմ ամենասիրելիներն են։ Ուզում էի ունենալ 10,000 հետևորդ, բայց այդ նպատակին չեմ հասել։ Հույս ունեմ, որ մյուս տարի եմ հասնելու, բայց ես ամեն մեկիդ հատառհաճ շնորհակալ եմ, որ իմ կողքին եք։ Գնացինք 2026 թվական։